Հենց հիմա ձեզ տալիս եմ մի հարց, որի մասին գուցե երբեք ձեր կյանքում չեք էլ մտածել։ Ինչ եք դուք մտածում, արդյոք մարդկանց մի մասը ծնվում է բարի մարդ, իսկ մյուս մարդիկ ծնվում են չար։ Թե մեզնից յուրաքանչյուրի մեջ ապրում է չարություն ու կյանքի ինչ որ իրավիճակում նույնիսկ ամենակատարյալ բարի մարդը կարող է դառնալ ամենաչար մարդը։ Այս պատմությունը ձեզ բառի բուն իմաստով շոկի մեջ է գցելու։ 1971 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կալիֆոռնիա, հայտնի Ստենֆորդի համալսարանի նկուղում ժամանակի հայտնի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն ստեղծում է արհեստական բանտ, իսկ հետո վարձում է 24 երիտասարդ տղայի, որոնց մի մասը ուղիղ 2 շաբաթ օրական $15 վարձատրության դիմաց պետք է խաղար բանտարկյալի դեր, իսկ մյուս կեսը պետք է խաղար բանտի պահակի դերը։ Սա լինելու էր սովորական հոգեբանական էքսպերիմենտ, որը պետք է ցույց տար, թե ինչպես է մարդու վարքագիծը ու բնավորությունը փոխվում, երբ նրան տալիս ես անսահման իշխանություն կամ հակառակը զրկում ես իշխանությունից, ազատությունից ու փակում ես վանդակի մեջ։ Բայց էքսպերիմենտը սկսելուց ընդամենը 36 ժամ հետո առաջին իսկ մասնակիցը ստանում է հոգեկան խանգարում, իսկ ուղիղ 6 օր հետո էքսպերիմենտը ստիպված դադարեցնում են, որովհետև տեղի է ունենում մի բան, որին ոչ ոք չէր հավատում։ Հենց հիմա մենք միասին կկրկնենք այս էքսպերիմենտը ու դուք կպարզեք, դուք բարի մարդ եք, թե չար։ Եթե ուզում եք Ամերիկայից Հայաստան ինչ-որ բան ուղարկել, ամենափոքր իրից մինչև ամենամեծ իրը, ավտոմեքենա, կահույք բերել եմ ձեզ համար, ամենալավ տարբերակը ամենացածր գներով։ Հիմա գործում է Երևան Փոստ ծառայությունը։ Գումար փոխանցելու դեպքում սպասարկման վճարը ընդամենը 1% է։ Օդանավով ծանրոց ուղարկելը 1 փաունդի համար $2.99 է։ Նավով եթե ուղարկում եք, ապա մի արկղի համար վճարում եք, բայց երկրորդը ուղարկում եք անվճար։ Իսկ ավտո կամ կահույք ուղարկելու դեպքում աննախադեպ էժան վճարներ են։ Ընդ որում սա Ամերիկայից Հայաստան գումար ծանրոց ուղարկելու ամենացածր գներով ծառայությունն է, այնպես որ եթե Ամերիկայից Հայաստան ուղարկելու բան ունեք, եկեք այստեղ Granada Hills, Երևան Փոստ, իսկ եթե չեք ուզում գալ, ապա կա մի շատ հետաքրքիր ծառայություն, կարող եք զանգահարել եւ պատվիրել pick-up, վարորդը կմոտենա, կվերցնի ձեր ծանրոցը։ Երևան Փոստի ծառայությունը գործում է ամբողջ Լոս Անջելեսի տարածքով։ Օրերից մի օր քաղաքային թերթերից մեկում հայտնվում է հայտարարություն, որը այդ ժամանակ ոչ ոք չէր էլ կասկածում, որ հավիտյան մտնելու է պատմության մեջ։ Հայտարարությունը ասում էր, որ Ստենֆորդի համալսարանը եւ ժամանակի ամենահայտնի հոգեբաններից մեկը Ֆիլիպ Զիմբարդոն հավաքում է երիտասարդների, որոնց պատրաստ է վճարել օրական $15 եւ որոնք պետք է հոգեբանական էքսպերիմենտի մասնակից դառնան։ Այս հայտարարությունը կարդում են բազմաթիվ երիտասարդներ եւ մի քանիսին այն հատկապես հետաքրքրում է։ Հենց այս մարդիկ, որոնց դուք հիմա տեսնում եք, այդ հայտարարությունը կարդում են, երբ լինում են ընդամենը 18-19 տարեկան, ու նրանց մտքով անգամ չէր անցնում, որ այդ հայտարարությունը կարդալուց ընդամենը ժամեր հետո նրանց կյանքը գլխիվայր փոխվելու է ու նրանք տարիներ շարունակ բուժվելու են հոգեբանական ստրեսներից ու տրավմաներից։ Երիտասարդները հայտարարության հետքերով գնում են Ստենֆորդի համալսարան։ Վարձատրությունը այդ տարիների համար բավական լավն էր, իսկ տղաները ամառային աշխատանք էին փնտրում։ Ստենֆորդի համալսարանում տղաներին դիմավորում է հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն։ Նա պատմում է, որ հոգեբանական էքսպերիմենտի մասը լինելու համար նախ եւ առաջ պետք է մի քանի թեթև հոգեբանական հարցի պատասխանել։ Տղաները շատ արագ պատասխանում են հարցերին եւ գլխավոր պայմանը այն էր, որ երիտասարդները չպետք է ունենան քրեական անցյալ եւ չպետք է երբևէ ազատազրկված լինեն բանտում։ Արդյունքում ընտրվում է 24 երիտասարդ,
24-ից 12 երիտասարդին տրվում է հանձնարարություն։ 2 շաբաթվա ընթացքում նրանք պետք է խաղան բանտարկյալի դեր։ Ոչ մի այլ մանրամասն տղաները չեն իմանում։ Մյուս 12 երիտասարդին տրվում է հակառակ հանձնարարությունը։ 2 շաբաթ նրանք պետք է լինեն բանտի պահակների դերում։ Գլխավոր հանձնարարությունը մեկն էր։ Բանտարկյալները պետք է հլուհնազանդ բանտարկյալ լինեն եւ մնան իրենց խցերում, իսկ բանտի պահակները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բանտարկյալները իրենց խցերից դուրս չգան եւ բանտում կարգ ու կանոն տիրի։ Ինչպես եւ ինչ մեխանիզմներով տղաներին չի ասվում։ Էքսպերիմենտը անցնելու էր Ստենֆորդի համալսարանում, որտեղ նկուղային հատվածում Ֆիլիպ Զիմբարդոն ինքը ստեղծել էր արհեստական բանտ 3 բանտախցիկներով։ Յուրաքանչյուրը մոտավորապես 1 սենյակի չափ ուներ եւ ընդամենը 1 պատուհան, որի միջոցով արդեն դրսի հատվածից բանտի պահակները կարող էին նայել բանտախցի ներսը եւ տեսնել, թե ինչով են զբաղված բանտարկյալները։ Եվ այսպես 24 երիտասարդ ստանում են իրենց հստակ հանձնարարությունը։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում օրական $15 վարձատրության դիմաց 12 երիտասարդ խաղալու էին արհեստական ստեղծված բանտում բանտարկյալի դեր, մնացած 12-ը լինելու էին բանտի պահակների դերում։ Էքսպերիմենտը սկսված է։ Եվ այսպես օրը առաջին 12 երիտասարդները, ովքեր պետք է խաղային բանտարկյալների դեր, յուրաքանչյուրը նախաճաշում էր իր տանը, երբ հանկարծ նույն ժամին բոլոր 12 տղաների տուն ներխուժում են մարդիկ ոստիկանների հագուստով, ձերբակալում են երիտասարդներին եւ բոլոր հարևանների աչքի առաջ ամենավերջին հանցագործի պես նրանց նստեցնում են ոստիկանական ավտոմեքենան եւ տանում են։ Երիտասարդները առաջին վայրկյաններին նույնիսկ չեն հասկանում, որ էքսպերիմենտը սկսվել է։ Ու ընդամենը մի քանի րոպե անց, երբ հայտնվում են ոստիկանական մեքենայի մեջ, հասկանում են, թե ինչ է կատարվում։ Էքսպերիմենտը հենց այդ նպատակն ուներ։ Առաջին իսկ վայրկյանից ամեն ինչ պետք է լիներ այնպես, ինչպես իրական կյանքում։ Ոչինչ չպետք է խախ հիշեցներ։ Իսկ ամենակարևոր նախապայմանը բանտարկյալները պետք է սկսեին իրենց էքսպերիմենտը հանրային ստորացումից։ Այսինքն, ոստիկանները նրանց հատուկ էին ձերբակալել եւ դաժանությամբ տարել դեպի ոստիկանական ավտոմեքենան հարևանների աչքի առաջ, որպեսզի նրանք իրենց էքսպերիմենտը սկսեն հանրային ստորացումով։ 12 երիտասարդ ոստիկանական մեքենաներով տեղափոխվում են Ստենֆորդի համալսարանի նկուղային հատված, որտեղ ամեն ինչ իրական բանտ էր հիշեցնում։ Սառը բանտախցեր, սառը պատեր, երկաթյա ճաղեր։ 12 երիտասարդների ստիպում են հանել հագուստը։ Նրանց հագցնում են բանտարկյալի համազգեստ եւ դրանց վրա փակցնում են թվեր։ Հրամանը շատ պարզ էր։ Այսուհետ 12 երիտասարդ մոռանում են իրենց անունները եւ դիմում են միմյանց միայն թվերով։ Այսինքն այդ վայրկյանից սկսած նպատակն էր 12 երիտասարդի զրկել անհատականությունից, նրանց սովորեցնել, որ իրենք ոչ թե անհատ են ու անձնավորություն, այլ սովորական օբյեկտ են եւ յուրաքանչյուրը ունի իր թիվը։ Եթե ապրում եք Գլենդելում, Բրբանկում, Փասադենայում եւ փնտրում եք վայր, որտեղ կարող եք լավ, իսկապես պրոֆեսիոնալ մասնագետի միջոցով խնամել ձեր մաշկը, անել տարբեր խնամքի եւ էսթետիկ պրոցեդուրաներ, հիշեք այս հասցեն ժողովուրդ։ Զարա Հարությունյանը 20 տարի իր Zavant Aesthetics մեծ սպան աշխատեցնում է West Hollywood-ում։ Իդեպ այս տարիների ընթացքում բազմաթիվ հոլիվուդյան աստղերի հետ է աշխատել նաեւ, իսկ հիմա նոր մասնաճյուղ բացել է մեզ հայերիս ավելի մոտ
բրբանկում։ Ժողովուրդ, հիմա այնքան շատ են մասնագետները, ովքեր անում են էսթետիկ պրոցեդուրաներ, բոթոքս, ֆիլեր, վստահեք եւ ընտրեք միայն այն մասնագետներին, ովքեր իսկապես ունեն երկար տարիների փորձ եւ իսկապես օգտագործում են լավ նյութեր։ Ու այս ամիս, եթե Zavant Aesthetics-ում անեք իմ սիրած պրոցեդուրաներից մեկը, PRP microneedling-ը, կստանաք այնպիսի զեղչ, որ չլսված է։ Ուրեմն, ինչա microneedling-ը, դա գործիք է, microneedling-ի օգնությամբ մենք բացում ենք անգլերեն ասած micro channels, այդ micro channel-ները մեզ թողնում են, որ այդ PRP-ն ներարկվի ոնց որ մաշկի տակ։ Երկրորդ մասը դա PRP-ն է, platelet rich plasma կամ տրոմբոցիտներով հագեցած պլազմա։ Ինչա դա։ Մարդիկ ասում են դա հեղուկ ոսկի է եւ 100% ես դրա հետ համաձայն եմ։ Մաշկը ավելի թարմանում է, սպիները քչանում կամ վերանում են, պայծառանում է, ավելի փայլագալի մաշկին, ու հետո էլ մաշկը ավելի լավ որակի է դառնում, որը օգնում է ինչ procedure դրանից հետո մարդ ուզենա անի, շատ ավելի լավ ու արագ ռեզալտներ կտեսնի։ Անպայման հիշեք Zavant Aesthetics-ի հասցեն, եկեք, փորձեք ու ի դեպ ձեզ ասեմ ամեն ամիս այստեղ շատ լավ առաջարկներ ու զեղչեր են լինում։ Նույն օրը, նույն ժամին, բայց բոլորովին այլ սցենարով սկսվում է մյուս 12 երիտասարդի էքսպերիմենտը։ Երիտասարդներին բաժանում են բանտի պահակների համազգեստը, տալիս են արևային մուգ ակնոց եւ մահակներ։ Բանտի պահակների առաջ դրված հրամանը մեկն էր՝ անել ամեն ինչ, որպեսզի մյուս երիտասարդները բանտարկյալները դուրս չգան բանտախցիկից։ Նրանց չի ասվում կանոններ, նրանց չեն ասվում մեխանիզմները վերահսկողությունը իրականացվելու։ Բայց այս երիտասարդներին տրվում է ամենակարևորը՝ իշխանություն, անսահմանափակ։ Արեք ինչ ուզում եք եւ ինչպես ուզում եք նպատակին հասնելու համար։ Էքսպերիմենտի առաջին օրը անցնում է համեմատաբար հանդարտ։ Իհարկե, հատկապես բանտարկյալի դերում գտնվող երիտասարդները շոկի մեջ էին, չէին հասկանում ինչ է կատարվում, բայց ամեն ինչին վերաբերվում էին հումորով, որպես խաղ, որպես կատակ, եւ հենց այդ կատակով էլ նրանք մտնում են իրենց դերերի մեջ։ Նրանք որոշում են հնազանդվել, ենթարկվել, որոշում են իսկապես միմյանց դիմել թվերով, մոռանալով սեփական անունները։ Մյուս կողմից երիտասարդները, ովքեր բանտի պահակների դերն էին տանում, նույնպես որոշում են մտնել դերի մեջ։ Նրանք մտածում են, որ եթե ինչ-որ մեկը այդքան հսկայական գումարներ է ծախսում շոու կազմակերպելու համար, ապա իրենք ուղղակի պարտավոր են լինել շոուի գլխավոր դերերում։ Կամաց, մինչև երեկո կենացները թանկանում են։ Բանտի պահակները սկսում են անմեղ թվացող խաղերից։ Նրանք շարում են բանտարկյալներին մի գծով, ստիպում են ծիծաղելի ու նվաստացնող վարժություններ անել, բանաստեղծություններ ասել, երգեր երգել, որովհետև այդ ամենը նրանց համար էր կատակ թվում։ Հենց այդպես էլ ավարտվում է էքսպերիմենտի առաջին օրը։ Օր երկրորդ։ Ամեն ինչ սկսվում է շատ հետաքրքիր ու անկանխատեսելի։ Բանտարկյալները, որոնք ընդամենը նախորդ օրը հնազանդ էին ու ենթարկվող, որոշում են շոուի գլխավոր հերոսը հիմա էլ իրենք դառնալ։ Բանտախցերից մեկում գտնվող խումբը որոշում է անհնազանդության ալիք բարձրացնել։ Նրանք վերցնում են իրենց բանտախցերում եղած մատրասները, դրանցով կողպում են դռները, որպեսզի բանտի պահակները չկարողանան մուտք գործել իրենց բանտախցեր։ Պոկում են իրենց վրայի թվերը եւ հրաժարվում են իրար թվերով անվանել։ Խոսում են բարձր, ծիծաղում են եւ անհնազանդության ալիք են բարձրացնում ամբողջ բանտախցով մեկ։ Այս պահելաձևը զայրացնում է բանտի պահակների դերում գտնվող երիտասարդներին։ Նրանք հասկանում են, որ բանտախցում գտնվողները փորձում են ռիսկի տակ դնել իրենց հեղինակությունը, իսկ դա թույլ տալ չէր կարելի։ Ու քանի որ նրանց տրված էր անսահման իշխանություն, բայց ասված չէին կանոնները,
թե ինչ կարելի է անել, իսկ ինչ ոչ, երիտասարդները որոշում են ինքնուրույն օրենքներ սահմանել։ Նրանք որոշում են բռնի ուժով ներս խուժել բանտախցիկ, վերցնում են բոլոր մատրասները, որպեսզի բանտարկյալները այլևս հնարավորություն չունենան հանգիստ եւ կոմֆորտ քնելու, հանում են երիտասարդների հագուստը, նրանց թողնելով մերկ, իսկ անհնազանդությունը բարձրացրած լիդերներին առանձնացնում են եւ բոլորի աչքի առաջ փակում են մութ փոքր սենյակում որպես պատիժ։ Ու այդ ժամանակ բանտի պահակների գլխում մի լույս է վառվում։ Նրանք հասկանում են մի կարևոր բան, որ իրականում վախը շատ ավելի լավ է աշխատում, քան մահակը։ Նրանք հասկանում են, որ պատժելով լիդերներին, նրանք ցույց են տալիս, թե ինչ կլինի մնացածի հետ, եթե իրենք էլ փորձեն անհնազանդության ալիք բարձրացնել, եւ դա շատ ավելի էֆեկտիվ է աշխատում մարդկանց վրա, շատ ավելի էֆեկտիվ է հլու հնազանդ ու ենթարկվող դարձնում ամբողին, քան մահակը ու ֆիզիկական ուժը։ Դրան զուգահեռ ինչ է կատարվում բանտախցի հակառակ կողմում գտնվող երիտասարդների մոտ։ Նրանց մոտ կամաց-կամաց սկսում է մարել անհնազանդությունը, բունտը ու դրա փոխարեն առաջին պլան դուրս է գալիս հնազանդությունը, ենթարկվելու բնավորությունը։ Ինչու? Որովհետև տեսնելով իրենց աչքի առաջ օրինակ պատժի, նրանցից շատերը սկսում են գնալ հեշտ ճանապարհով։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ինչ-որ բան, որը սխալ կլինի եւ կբերի պատժի։ Օր 3. Ամեն ինչ ել ավելի է թեժանում։ Բանտարկյալների դերում գտնվող երիտասարդները շատ ավելի սուր հոգեբանական վիճակում էին գտնվում։ Ինչու՞։ Այս երիտասարդները ունեին պայման։ Նրանք 24 ժամ անդադար անցկացնում էին բանտախցում։ Այն երիտասարդները, ովքեր բանտի պահակների դերում էին, ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս այս խաղից ու վերադառնում էին, որովհետև նրանք աշխատում էին, այսպես ասած, ժամով, երբ հերթափոխը ավարտվում էր, նրանք վերադառնում էին տուն, շփվում էին իրենց ընկերների հետ, իրենց ընտանիքի անդամների հետ եւ հաջորդ օրը նորից մտնում էին խաղի մեջ։ Այնինչ բանտախցիկում գտնվող երիտասարդները օրը 24 ժամ անցկացնում էին անազատության մեջ, այն հոգեբանությամբ, որ իրենք զրկված են ազատությունից եւ կամքի դրսևորման հնարավորությունից։ Ամենասարսափելին այն է, որ շատ երիտասարդների մոտ կամաց-կամաց սկսում է մաքրվել զգացողությունը, որ սա ընդհանրապես խաղ է, էքսպերիմենտ է։ Երիտասարդներից շատերը սկսում են հավատալ, որ իրենք իսկապես գերի են ընկել, իրենք իսկապես անազատության մեջ են եւ նույնիսկ ցանկության դեպքում իրենց ոչ ոք թույլ չի տալու դուրս գալ այս արհեստական, բայց այդքան ռեալ արդեն դարձած բանտախցից։ Եվ երրորդ օրը տեղի է ունենում անսպասելին։ Եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, ժողովուրդը շատ կարևոր ինֆորմացիա է, որը դուք անպայման պետք է իմանաք։ Հիշում եք Y&N Document Assist անունը։ Յանան ու Նառան մասնագետներ են, ովքեր բառի բուն իմաստով օդ ու ջրի պես ձեզ պետք են ամեն օր, եթե դուք ապրում եք այստեղ Լոս Անջելեսում։ Մենք Սոնաջան տրամադրում ենք տարատեսակ ծառայություններ, որոնցից ամենաակտուալը երևի դիպլոմների evaluation-ն է։ Օգնում ենք հաստատել վավերացնել դիպլոմները, ստանալ համապատասխան լիցենզիաներ։ Նաև տրամադրում ենք նոտարական ծառայություններ, թարգմանություններ, ապոստիլներ, դիմում ենք թոշակների, disability-ների, CAP-ի պրոգրամին,
խնամակալներին։ Գիտեմ նաև, որ էմիգրացիոն հարցերում եք օգնում մարդկանց, ինչ ծառայություններ ունեք։ Օգնում ենք լրացնել իմիգրացիոն ֆորմաները եւ կազմել համապատասխան փաթեթները։ Ամենակարևոր ծառայություններից են օգնում ենք բացել բիզնեսներ, այդ թվում corporation, BBA, LLC եւ դիմել տարբեր բիզնես լայսենսների, ինչպես նաեւ RN, LVN եւ cosmetology լայսենսներ։ Յանան ու Նարան կարևոր ու շատ պիտանի խորհուրդներ ձեզ կտան նաև թե անձնական, թե բիզնես թաքսերի մասով, այնպես որ հիշեք Y&N Document Assist անուն է, ունեն այնքան շատ ծառայություններ, որ դուք կարող եք մի վայրում բազմաթիվ ծառայություններից օգտվել ու էլ դռնեդուռ ընկնել, գլխացավանքի մեջ ընկնել պետք չէ։ Բանտարկյալ երիտասարդներից մեկի մոտ բառի բուն իմաստով սկսվում է հիստերիա։ Նա սկսում է ուղակի առանց պատճառի գոռալ, աղաղակել, պահանջել, որպեսզի իրեն ազատ արձակեն։ Այս իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ֆիլիպ Զիմբարդոն, որ ամբողջ ընթացքում հետևում էր էքսպերիմենտին եւ թե ինչպես է փոփոխվում երիտասարդների վարքագիծը, անորոշության մեջ էր։ Նա չէր հասկանում, թե ինչպես կարող է սանձել երիտասարդի զգացմունքները եւ ինչպես կարող է ստիպել նրան շարունակել հոգեբանական էքսպերիմենտը։ Զիմբարդոն զրույց է ունենում երիտասարդի հետ եւ բացատրում է նրան, որ հիմա ինքը պատմություն է կերտում եւ ինքը պարզապես իրավունք չունի կես ճանապարհից լքել էքսպերիմենտը։ Երիտասարդը մի փոքր հանգստանում է, երբ Զիմբարդոն նրան հավատացնում է, որ ինքը ունի ազատության հնարավորություն եւ ինքը ցանկության դեպքում կարող է դուրս գալ էքսպերիմենտից, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանա էքսպերիմենտի կարեւորությունը, արժեքը եւ շարունակի խաղը։ Երիտասարդը համաձայնում է։ Նրա մոտ հոգեբանական այս սրված իրավիճակը մեղմվում է եւ խաղը շարունակվում է։ Ինչ էր տեղի ունենում բանտի պահակների դերում գտնվող երիտասարդների մոտ։ Այս տղաները կամաց-կամաց սկսում են կորցնել կապը իրականության հետ։ Նրանց այնքան է դուր գալիս այն իշխանության համը, որ իրենք զգում էին, որ երիտասարդները սկսում են այլևս իրենց դիմաց գտնվող բանտարկյալներին չվերաբերվել որպես մարդ, որպես անհատականություն, նրանք իսկապես սկսում են դիմացինի մեջ տեսնել միայն թվով համարակալած օբյեկտ։ Նրանք յուրաքանչյուր բանտարկյալի սկսում են դիտարկել ոչ թե որպես անհատ, այլ սկսում են դիտարկել որպես պրոբլեմ, որը պետք է լուծել ամեն ճանապարհով։ Բացի այդ, տեղի է ունենում հետաքրքիր մի բան, որը բաժանում է նաև հենց բանտարկյալներին իրար մեջ։ Բանտի պահակները բաժանում են բանտարկյալներին հնազանդ, լսող եւ անհնազանդ բանտարկյալների եւ սկսում են երկու տարբեր վերաբերմունք ցույց տալ նրանց նկատմամբ։ Լավ գերազանցիկ, այսպես ասած, բանտարկյալները բավական հարմար պայմաններում կարողանում էին ապրել, իսկ անհնազանդներին, ովքեր հրաժարվում էին անել ցանկացած հրաման, պատիժ էր հասնում։ Ու հենց այս բաժանման արդյունքում ի հայտ է գալիս նույն բանտարկյալների շրջանում մի նոր վարքագիծ։ Տղաները, որ ընդամենը ժամեր առաջ իրար թևութիկունք էին եւ փորձում էին իրար հետ միասին դեմ դուրս գալ բանտի պահակներին, հիմա արդեն սկսում են դեմ դուրս գալ իրար։ Եվ եթե առաջ կար խումբ, ապա հիմա ձևավորվում են անհատներ, որոնցից յուրաքանչյուրը սկսում է առանձին պայքարել սեփական գոյատևման համար։ Օր 4. Ամեն ինչ խաղաղվում է։ Բանտարկյալները մի մասը որոշում է մտնել գերազանցիկ կերպարի մեջ։ Ինչու՞։ Որովհետև այդպես հարմար էր։ Հարմար էր կատարել հրամաններ, հարմար էր չսխալվել։ Մյուսները, անհնազանդները, իզոլացված էին։ Նրանց ձայնը ուղղակի ոչ ոք չէր լսում, եւ այն բանտարկյալները, որոնք ժամանակին պայքարում էին նրանց հետ միասին, այլևս արհամարում են նրանց, որովհետև իրենք իրենց հարմար տեղում էին։
անհարմար վայրը իրենց այլևս պետք չէր։ Բանտի պահակները վայելում էին իրենց իշխանությունը 100%-ով։ Նրանք չունեին սահմաններ, չունեին օրենքներ, չունեին կանոններ։ Ընդամենը մեկը բանտարկյալներից որոշում է անհնազանդության նոր ալիք բարձրացնել եւ միանալ նրանց, ովքեր փակված էին մութ սենյակում որպես պատիժ։ Նա որոշում է հացադուլ հայտարարել, համոզված լինելով, որ սա կկանգնացնի բանտի պահակներին, որովհետև ցանկացած նորմալ պայմաններում, նույնիսկ իրական բանտում, բանտարկյալը, որը հայտարարում է սով, հայտարարում է հացադուլ, միևնույն է, մեղմ վերաբերմունք է ստանում։ Ու ինչ է կարծում, ինչ է տեղի ունենում։ Բանտի պահակները բերում են օրվա ընթրիքը, որը պետք է լիներ ներփերշիկ այդ օրը։ Եվ տեսնելով, որ բանտարկյալը հրաժարվում է ուտել, ստիպողաբար ներփերշիկները հատ-հատ փորձում են մտցնել նրա կոկորդը։ Ու ոչ մի բանտարկյալ չի փորձում գալ օգնության։ Եվ այդ ժամանակ հասկանալի է դառնում, որ էքսպերիմենտը հասել է անկանխատեսելի պիկի։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ձևավորվել է հասարակություն, որը հնազանդ է, որը ազատության ու կամքի դրսևորում չի ցույց տալիս մի բարձ պատճառով, որովհետև չի ուզում անհարմարություն կրել, որովհետև նրանց հեշտ է լինել հնազանդվողի ու ենթարկվողի դերում։ Հասարակություն, որտեղ ցանկացած մարդ, ով փորձում է պայքարել իր ազատության ու իրավունքի համար, հայտնվում է մութ սենյակում, բանտախցում ու նրանց պաշտպանող, նրանց թիկունքին կանգնող այլևս ոչ մի ընկեր չկա։ Ամեն մեկը իր գոյատևման մասին է մտածում։ Օր 5-րդ։ Բանտարկյալներին տրվում է հրաման կարգի բերել բանտախցերը, որովհետև այդ օրը ունենալու են հյուրեր։ Իրենց այցելության գալու են ծնողները եւ ընկերները։ Բանտախցերը կարգի են բերվում, ծնողները գալիս են եւ շատ զարմանալի մի տեսարան են տեսնում։ Ծնողները, որոնք ընդամենը 4-5 օր իրենց երեխաներին չէին տեսել, տեսնում են բոլորովին այլ մարդկանց իրենց աչքի առաջ։ Նրանք տեսնում են իրենց զավակներին, որոնք հնազանդ էին, ենթարկվող էին ու ոչ մի կամքի դրսևորում չէին ցուցաբերում։ Ծնողները զարմանում են, բայց ոչ մի բան չեն ասում։ Միակ արտահայտությունը, որ անում են, դե երևի թե այդպես էլ պետք է լինի։ Այդպես է օրենքը։ Ու հենց այստեղ Ֆիլիպ Զիմբարդոն նկատում է հոգեբանական էքսպերիմենտի բացահայտած մի այլ շատ վտանգավոր կետ։ Ամեն ինչ շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ ոչ միայն մարդը իր ներսում է սկսում հնազանդվել սիստեմային, համակարգային օրենքներին, այլ նաև երբ արտաքին աշխարհը դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, ուղղակի նայում է եւ ընդունում է այդ վարքագիծը որպես բացարձակ ճշմարտություն, ու հենց այդ վարքյանին մեռնում է վերջնականապես ընդդիմությունը, մեռնում է վերջնականապես կամքը եւ անհատը ուղղակի դառնում է օբյեկտ։ Օր 6-րդ։ Եվ հենց այս օրը լինելու էր որոշիչը։ Էքսպերիմենտը պետք է շարունակվեր մինչև 2 շաբաթ, բայց 6-րդ օրը ամեն ինչ շատ անկանխատեսելիորեն դադարում է։ Այդ օրը բանտարկյալներին այցելության պետք է գար Ֆիլիպ Զիմբարդոյի հարսնացուն, որը նույնպես մասնագիտությամբ հոգեբան էր։ Կինը գալիս է եւ սկզբում ամեն ինչ շատ հետաքրքիր է նրան թվում։ Նա ուսումնասիրում է տարածքը, փորձում է հասկանալ, թե որն է էքսպերիմենտի բուն էությունը եւ փորձում է ծանոթանալ դերակատարներին, այսպես ասած։ Իսկ հետո մի քանի ժամ հնարավորություն է ունենում կողքից հետևել, թե ինչ է կատարվում
Ստենֆորդի նկուղ այս արհեստական բանտում։ Ու այն իրականությունը, որը արդեն էքսպերիմենտի 6-րդ օրը կատարվում էր բանտարկյալների ու բանտի պահակների միջև, ուղղակի շշմեցնում է կնոջը։ Նա հասկանում է, որ իր ձեռքերով Ֆիլիպ Զիմբարդոն նորմալ, առողջ, բարի, շփվող, ուրախ երիտասարդների դրել է մի իրականության մեջ, որտեղ նրանցից մի մասը դարձել են դաժան հալածողներ, իսկ մյուսները ուղղակի տառապող ենթարկվողներ։ Այս տեսարանը սարսափեցնում է կնոջը, եւ նա Զիմբարդոին տալիս է մեկ պարզ հարց. ինչպես դու կարող ես մարդկանց կենդանի էակների հետ նման կերպ վարվել, եւ պահանջում է վայրկյան առաջ կանգնեցնել այս էքսպերիմենտը, որը ոչ թե բացահայտում էր մարդու իրական վարքագիծը, այլ որը ստիպում էր յուրաքանչյուր մարդու բառի բուն իմաստով վերածվել վայրենի։ Հենց այսպես էլ 6-րդ օրը էքսպերիմենտը դադարում է, բայց այս 6 օրերը մշտապես մխվում են պատմության մեջ։ Ինչու՞։ Որովհետև այս հոգեբանական էքսպերիմենտը վեր է հանում մի շատ կարևոր ու մեզ համար, մարդկության համար շատ թանկ եզրակացություն։ Իսկ որ ամենակարևորն է, այս էքսպերիմենտը անդառնալի հետք է թողնում 24 երիտասարդի կյանքում, որոնք մինչև այսօր էլ տալիս են հարցազրույցներ, պատմում են 6 օրերի մասին, որոնք անցկացրել են Ստենֆորդի նկուղում, ու թե ինչպես են այդ 6 օրերից հետո տարիներ շարունակ փորձել վերականգնվել հոգեբանական տրավմայից, որը ապրել են մտնելով բանտարկյալի եւ պահակի դերերի մեջ։ Եվ այսպես որն էր այն եզրակացությունը, որին 6 օրերի ընթացքում եկավ Ֆիլիպ Զիմբարդոն եւ որը իսկապես մտածելու շատ տեղիք է տալիս մեզ։ Եզրակացությունը շատ պարզ էր։ Մարդիկ չեն ծնվում բարի ու չար։ Մարդիկ ծնվում են հավասար հնարավորություններով լինել եւ բարի եւ չար։ Մեր բնավորությունը դա այն չէ, ինչպիսին մենք ծնվել ենք։ Մեր բնավորությունը եւ վարքագիծը ձևավորում է այն դերը, որը մենք ստանձնում ենք մեր կյանքի ընթացքում։ Դա նշանակում է, որ միֆերը այն մասին, որ ես, դուք, որևէ մեկը ի սկզբանե ծնվել է բարի մարդ կամ ի սկզբանե ծնվել է չար մարդ, որովհետև դա է նրա բնությունը, դա է նրա բնավորությունն ու վարքագիծը, մեծագույն միֆ է։ Աշխարհի ամենաբարի անձնավորությունը կարող է դառնալ ամենադաժանը, եթե հայտնվի կյանքի որոշակի իրավիճակում եւ ստանձնի որոշակի դեր, որտեղ ինքը պետք է լինի այդպիսին։ Եվ աշխարհի ամենադաժան, ամենաչար մարդը կարող է դառնալ ամենաբարին, եթե հայտնվի կյանքի որոշակի իրավիճակում ու ստանձնի կյանքում որոշակի դեր, որը պահանջելու է նրանից լինել բարի։ Այսինքն Ֆիլիպ Զիմբարդոն գլխի վայր շուռ է տալիս իր այս էքսպերիմենտով մեր պատկերացումները բարու ու չարի մասին։ Նա հստակ գալիս է ապացուցելու, որ չկա այս աշխարհում 100%-ով բարի անձնավորություն եւ որևէ մեկը մեզնից չի կարող 100%-ով ասել, որ ես բարի եմ, ես նման բան չէի կարողանա անել։ Յուրաքանչյուրը կարող է անել ցանկացած դաժանություն, եթե ստանձնի այն դերը, որը նրան պարտադրելու է դա անել։ Հետևաբար հետևությունը մեկն է։ Մենք բարի ենք կամ չար, որոշում են ոչ թե մեր գեները կամ մեր բնությունը, այլ այն դերը, որը մենք ստանձնել ենք ու որի մեջ մենք ապրում ենք մեր կյանքը։ Երկրորդ ու կարևոր եզրակացությունը, որ անում է Զիմբարդոն այս էքսպերիմենտով, այն է, որ իշխանությունը տանում է մարդուն անսահման դաժանության։ Յուրաքանչյուր անձ իր բնույթով, իր բնությամբ սիրում է իշխանություն։ Երբ նրան տրվում է իշխանության զգացողությունը,
եւ նրան այդ իշխանությունը տրվում է առանց սահմանների եւ առանց կանոնների, մարդը իր բնությամբ ստեղծված է այնպես, որ նա սկսում է շահագործել այս իշխանությունը։ Չկա մարդ էակ, որը ունենալով անսահմանափակ իշխանություն կարող է կառավարել ինքն իր բնազդները, իր ցանկությունները, իր էգոն եւ կարող է այդ անսահման իշխանությունից խելամիտ օգտվել։ Յուրաքանչյուր խելամիտ, բարի, adekvat անձնավորություն, ստանալով անսահմանափակ իշխանություն, անցնում է բարու ու չարի սահմանը եւ հասնում է դաժանության ամենագագաթնակետին նույնիսկ։ Իսկ երրորդ ու ամենակարևոր եզրակացությունը այն է, որ իշխանությունը չի բացահայտում իրական բնավորությունը։ Ընդունված է, չէ՞, ասել այ մարդուն տուր փող, մարդուն տուր իշխանություն եւ կտեսնես նրա իրական բնավորությունը։ Զիմբարդոն գալիս է ապացուցելու, չկա նման բան, սա մեծագույն միֆ է։ Իշխանությունը եւ փողը ոչ թե բացահայտում են մարդու իրական բնավորությունը, այլ ձևավորում են նոր բնավորություն։ Մարդու ուղեղը ստեղծված է այնպես, որ շատ արագ ադապտացվում է դոմինանտի դերի։ Այսինքն մարդու ուղեղը ձևավորված է այնպես, որ եթե նրան տրվում է իշխանություն եւ դոմինանտի դեր, նա շատ արագ մտնում է այս դերի մեջ եւ ավելին սկսում է հաճույք ստանալ դրանից։ Եվ հետաքրքիր մի պահ կա։ Եթե հետևեք էքսպերիմենտին եւ թե ինչպես են փոխվում բանտի պահակների վարքագիծը ու բնավորությունը, կնկատեք, որ իրականում նրանք այդ բարու ու չարի սահմանը անցնում են եւ ավելի դաժան են դառնում, ոչ թե նպատակադրված վատություն անելու մտքով, այլ ամեն ինչ կատարվում է խաղի տեսքով։ Ամեն ինչի նպատակը եւ դրդապատճառը սկզբում լինում է միայն սեփական հեղինակությունը հաստատելը, այսինքն այս էքսպերիմենտը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս, որ շատ հաճախ այն մարդիկ, ում ձեռքում գտնվում է իշխանությունը, նրանք անցնում են դաժանության սահմանը ոչ թե որովհետեւ ուզում են վատություն անել, այլ պարզապես որովհետեւ նրանք իրենց հեղինակությունը սահմանելու եւ այդ հեղինակությունը խախտել ցանկացողներին պատժելու ցանկությունը ունեն։ Ու հենց այդտեղից է սկսվում դաժանությունը։ Եվ մի հետաքրքիր բան էլ, երբ մարդը ունենում է անսահման իշխանություն, նա կամաց կորցնում է իմպաթիայի զգացողությունը։ Այսինքն մարդը, որը ունի անսահման իշխանություն, սկսում է չկարեկցել դիմացինին, ու հենց դրանով է պայմանավորված լինում, որ նա անցնում է բարու ու չարի սահմանը։ Զիմբարդոն այս էքսպերիմենտով նաև մի շատ կարևոր ու ցնցող եզրակացություն է անում նաև։ Նա ապացուցում է, որ մարդու բնավորությունը կոնստանտ եւ անփոփոխ երևույթ չէ։ Մարդու բնավորությունը փոփոխվում է, մարդու վարքագիծը փոփոխվում է, կախված կոնտեքստից, կյանքի, որտեղ նա հայտնվում է։ Այսինքն չկա նման գաղափար, որ մարդը ունի մի բնավորություն եւ այդ բնավորությունով նա ապրում է իր ամբողջ կյանքը։ Մարդու բնավորությունը ձևավորվում է այն միջավայրում, որտեղ նա ապրում է եւ այն իրավիճակում, որտեղ նա հայտնվել է։ Բայց այստեղ մի հետաքրքիր հարց է առաջանում։ Եթե հիշում եք էքսպերիմենտի ամենասկզբում, տղաները պատասխանում էին հարցերի եւ այդ հարցերին պատասխանելուց հետո հոգեբանը ինքը նրանցից 12-ին նշանակեց բանտարկյալ, իսկ 12-ին բանտի պահակ։ Ու հետևաբար այստեղ հարց է առաջանում. արդյոք իսկապես յուրաքանչյուր անձի մեջ հավասար կա իշխելու եւ հնազանդվելու ունակությունները, եւ դու յուրաքանչյուրին կարող ես այսպես վերցնել, դնել մի դերի մեջ եւ նա կսկսի զարգացնել իր այդ երկու ունակություններից որևէ մեկը։ Եթե դա այդպես է, ապա ինչպես է հոգեբանը ի սկզբանե մեկին նշանակել բանտարկյալ, իսկ մյուսին նշանակել բանտի պահապան։ Ուրեմն հոգեբանական հարցերի արդյունքում, որոնք նախապես տրվել էին տղաներին, որևէ բան էր հասկացել Զիմբարդոն։ Եվ իսկապես դա այդպես էր։ Ըստ նրա, յուրաքանչյուր անձի մեջ հավասար դրված չէ իշխելու եւ հնազանդվելու ունակությունը։ Կան մարդիկ, որոնց մեջ լիդերությունը, դոմինանտությունը շատ ավելի մեծ է եւ արտահայտված է։
կան մարդիկ, ու մեջ ավելի արտահայտված է ենթարկվելու եւ հնազանդվելու բնավորությունը։ Նա ավելի քիչ կոնֆլիկտային է, ավելի շատ է խաղում, այսպես ասած, խաղի կանոններով, բայց մի հետաքրքիր նյուանս կա։ Շատ քիչ տոկոս կա մարդկության մեջ, որը ընդհանրապես ենթարկվելու բնավորություն չունի։ Սա ամենահետաքրքիր պահն է։ Այսինքն, յուրաքանչյուր մարդու մեջ կա հնազանդվելու եւ իշխելու բնավորություն։ Մեկի մեջ հնազանդվելու բնավորությունն է ակտիվ, մյուսի մեջ իշխելու, բայց գրեթե չկա անձնավորություն, որին հնարավոր չէ ենթարկել։ Սա եւ ամենահետաքրքիրն է եւ ամենավախենալուն։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Սա իսկապես շատ կարևոր թեմա է ու շատ կարևոր էքսպերիմենտ է մեր մարդկության համար, որովհետև այն վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին։ Մենք ծնվում ենք, ապրում ենք, մենք ուզում ենք, որ մեր երեխաները ծնվեն, ապրեն բարի, կամեցող։ Ու երբեմն, երբ մենք լսում ենք պատմություններ, որ այս մեկը արել է դաժանություն, մյուսը արել է այսպիսի չարագործություն, մենք հանգիստ շունչ ենք քաշում եւ ասում ենք. «Օ, մենք այդպիսի չենք, մենք երբեք չենք կարող նման քայլի գնալ, որովհետև մենք բարի մարդ ենք, մենք այդպիսի գեներ չունենք»։ Բայց իրականում մարդու կենսաբանության մեջ, մարդու ուղեղում եւ մարդու գենետիկ համակարգում չկա բարու եւ չկա չարի գեն։ Եկեք քննարկենք, վերջապես հասկանանք։ Դուք իսկապես կարծում եք, որ մարդիկ ծնվում են բարի ու ծնվում են չար։ Թե դուք կարծում եք, որ յուրաքանչյուրիս մեջ էլ թաքնված է չարը։ Պարզապես կյանքի որոշակի էտապում այն պետք է բացահայտվի։ Սպասում եմ ձեր ակտիվությանը, խնդրում եմ, որպեսզի լինեք ակտիվ կոմենտներում, սա կարևոր վիդեո է, որ ես կուզեմ շատ մարդիկ դիտեն, դրա համար կոմենտեք, լայքեք այս վիդեոն, տարածեք ձեր էջերում եւ ամենակարևորը subscribe եղեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմելով subscribe կոճակը ու չմոռանաք իհարկե, որ նոր տարի է սկսվել եւ եթե ամսական փոքրիկ գումար ունեք, կարող եք միանալ իմ Patreon-ին եւ աջակցել ինձ եւ YouTube-ի ալիքին, որպեսզի ես ավելի շատ վիդեոներ նկարեմ։ Մինչեւ նոր վիդեո։